Արարատյան խոհանոց նորարարություններ, խոհարարական, լավ տրամադրություն և ջերմ մթնոլորտ։ Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, այս ամենը պիտի մենք ձեզ հաղորդենք այսօր իմ հյուրի հետ։ Իմ հյուրն է հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ Արսեն Թովմասյանը, ով աշխատում է Բուրգեր հացատանը։ Ողջույն Արսեն, ինչպես ես եղբայր։ Շնորհակալություն ես։ Շատ ուրախ եմ նորից տեսնելու տաղավարում, ասեմ, որ բարեկամներ այն միամսյակը, որ մենք հռչակել ենք ավագ խոհարարների նորարարությունների միամսյակը, Արսենը մեծ սիրով արձագանքել է և այսօր պիտի ներկայացնի իր նորարարությունը։ Ինչով ես ներկայացրել, Արսեն ջան։ Ձկով և սնկով։ Ձուկ, սունկ և հատուկ սոուս պիտի պատրաստենք։ Վերջում հատուկ սոուս կպատրաստենք։ Պատրաստենք, Արսեն ջան։ Ինչով կարող եմ օգնել։ Սունկը կտրտենք։ Սունկ օգտագործում ենք շամպինյոն կամ ինչպես նաև անվանում ենք ոչխարասոկոն։ Չէ՞։ Այդպես չի, Արսեն։ Այդպես է, իհարկե։ Ինչպես են գործերը, Արսեն ջան։ Շնորհակալություն, Մենք բավականին նորմալ։ ժամանակ չենք հանդիպել, չնայած արդեն մոտենում է ձկան տոնը։ Հարգելի հեռուստադիտողներ, միջազգայից օգտվելով առիթից պիտի նշեմ, որ ապրիլի 11-ին հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը Աբովյանի քաղաքապետ Տարանի հետ միասին համատեղ իրականացնելու են ձկան տոն ապրիլի 11 ժամը 3 Աբովյան քաղաք։ Այնտեղ ներկայացվելու են բոլոր կերակուրները ձկից պատրաստվող և լինելու է նաև առաջնություն։ Թիմերին կարող եք դիմել մեզ, դեռ առայժմ կան տեղեր, կարող եք գրանցվել և մասնակցել մրցույթին։ Մրցույթի մասնակիցները, հաղթողները կպարգևատրվեն համապատասխան մեդալներով և Հիմա համեմում ենք ձուկը, աղով, ձուկը փշազատել ենք, համեմում ենք աղով, սև բիբարով։ ձուկն է շատ սիրում աղը, թե մենք ենք ուղղակի սիրում ձկան հետ շատ աղ։ Նորմալ պտենի։ Վերցրել ենք իշխան տեսակի ձուկը, ծածանցափայլ, այսինքն արհեստական լատեցվող իշխան, Այսքան բավական է, մի քիչ աղ ենք անում, մի քիչ կարագ, մի քիչ էլ կարագ, ուղարկում ենք ջեռոց։ հենց այսպես։ Հենց այդպես։ Ես պիտի նշեմ, որ Արսեն Թովմասյանը մեր շատ ակտիվ խոհարարներից է, մեծ աշխատանքներ է իրականացնում, հատկապես համացանցում, բոլոր ինֆորմացիան, բոլոր լուրերը միշտ Արսենի միջոցով ենք ստանում, բացի նրանից նա հանդիսանում է նաև խորովածի փառատոնի, խորովածի տոնի հաղթող 14 թվականի։ Տեսնենք, թե ձկան հետ ինչպես ես վարվելու։ Այսպես կարող ենք ուղարկել ջեռոց։ Վերջ։ Իհարկե։ Ջեռոցում ինչքան, ինչ պիտի լինի, որքան ջերմաստիճան և Ջերմաստիճանը մինչև 215 րոպե։ 200 աստիճանի տակ և 15 րոպե ջեռոցում մի քիչ կզվարճանա ձուկը, իսկ մինչ այդ մենք Պատրաստենք սոուսը ձկան համար։ Այսպես մինչ ձուկը կպատրաստվի, պիտի պատրաստենք սոուսը։ Ինչով պիտի պատրաստենք, Արսեն։ Թվասերով, կարագով, շաֆրանով։ Ավելացնում ենք միջից հետ։ Ավելացնում ենք կարագ։ Թողում ենք հալչի կարագը։ Եվ սամիտ։ Մի քիչ Եվ կտրտեք։ սամիտ։ Ձեթը տաքացավ, կարակը հալչեց,
եւ թվասեր։ Մի քիչ տապակվելուց հետո կավելացնենք շաֆրան եւ վերջում կանաչին եւ պատրաստ։ Եվ այդ սոուսով էլ հենց պիտի մատուցենք Մատուցենք ձուկը։ Շատ լավ, կար այսպիսի մի կարծրատիպ շրջանառվում էր այսպիսի մի միտք, որ ձուկը եւ սունկը կարծես թե միասին չի կարելի մատուցել։ Ինչ արեցինք, ոնց ջարդեցինք մենք այդ կարծրատիպը, ջարդեցինք արդյոք, թե ընդհանրապես կարելի է մատուցել։ Իհարկե կարելի է մատուցել։ Կարելի է, չէ՞։ Կան այս դոգմաները, որ կարծրատիպի նման այսպես կարծրացրել են մեր խոհանոցը եւ չեն թողնում, որ շարժվենք։ Իհարկե կա, բայց մենք շարժվում ենք, կանգնած չենք մնում։ Ձկան հետ սունկ չի կարելի, կաթնամթերք ընդհանրապես չի կարելի, չգիտեմ եւ այլ։ Դրապես սոուսը պատրաստում է ձկան համար, որպեսզի ձկա տաղաչ հոտը կտրի։ Շատ լավ։ Բարեկամներ, մեզ պահանջվի մոտորապես 8-ից 10 րոպե եւ մինչ սունկը ձուկը կպատրաստի, արդեն սոուսը պատրաստ է։ Համարը պատրաստ է։ Ձուկը կներկայանա մեզ արդեն իր այդպես շուքով տեսքով եւ սոուսի հետ միասին կմատուցենք։ Իսկ սոուսի պատրաստելուն դեռ մի քիչ էլ աշխատանք կա, խնդրեմ Արսեն ջան։ Ավելացնում ենք կանաչին։ Ավելացինք սոուսին կանաչին, համեմեցինք մենք աղով, Ոչ, աղով չէ, շաֆրանով։ շաֆրանով համեմեցինք, կարակ ձեթ, թթվասեր, շաֆրան եւ սամիտ, եւ վերջ։ Սոուսը պատրաստեք, սպասենք ձկան պատրաստ լինելու եւ միասին կմատուցենք արդեն։ Բարեկամներ, արդեն ձուկը պատրաստ է, ջեռոցում արդեն լավ այսպես պատրաստվել է։ Հիմա տեսնենք, թե ինչ ենք իրականացնելու։ Նորից հիշեցնեմ, ձուկը շազատեցինք, այսպես մեջքի վրա բացվածքով դրվեց, աղ պղպեղ համեմեցինք, այնուհետև թարմ սունկ եւ սնկի վրա միայն աղ, չէ՞։ Աղ, այո։ Ջեռոցում 200 աստիճան եւ 15 րոպե։ Պատրաստեցինք հատուկ սոուս, թացան կամ թանձրուկ, ձեթ, կարակ, թթվասեր, շաֆրանի արմատիկներ եւ սամիտ։ Հիմա պիտի ձևավորենք։ Ձևավորում ենք պղպեղով, հնարավոր։ Խնդրեմ։ Տեղին էլ դες։ Արսեն ջան, եւ աշխատենք եւ զրուցենք, քանի որ մենք հնչեցրինք արդեն, որ ապրիլի 11-ին պիտի իրականացնենք ձկան տոն Աբովյան քաղաքում։ Այդու որպես բազմաթիվ անգամ մասնակից, որպես մասնակցել ես դու այդ մրցույթներին եւ տոներին, ինչ է տալիս խոհարարներին այդ մրցույթը, կարող ես հուշել։ Խոհարարներին տալիս է ցույց տեն իրանց եւ զարմացնեն իրենց այցելուներին։ Այսինքն ինքնա դրսևորվելու եւս Ազատ աշխատանքային ոչ։ Այո։ Ինչու եմ այսպես կարևորում այս խնդիրը, որովհետեւ շատ խոհարարներ գիտեմ, մանավանդ ճանաչված ռեստորաններում համարում են, որ այն ամենին ինչ իրենք հասել են արդեն բավական է եւ արդեն աճելու կամ զարգացնելու իրենց մասնագիտական կարողությունները պահանջ չունեն։ Կարող ասի ոչ։ Միշտ կարող ենք, չէ՞, մենք զարգացման մեջ տեսնել մեզ եւ այդ զարգացումները նաեւ մեզ օգտակար են վերջի վերջո խոհարարական միտքը զարգացման մեջ է, որ պիտի տեսնենք, պատկերացնենք, չէ՞։ Իհարկե, այո։ Շատ լավ, հարգելի հեռուստադիտողներ, այս էլ իմ կողմից պատրաստեցինք իշխան ձկան ֆիլեն սնկով, սա մեր Արսեն Թովմասյանի նորարարություններ ընդունվեց, բարեկամ, եթե դու ունես
մեր հերոստատիտողներին ասելիք կարող ես օգտվել այս առիթից։ Կարող եմ ասել մի քիչ մտածեն իրանց ստամոքսի մասին։ Ճիշտ սնվել, ուղղակի։ Ճիշտ սնվեն, մտածեք ձեր ստամոքսի մասին եւ ճիշտ սնվեք։ Հարգելի հերոստատիտողներ, ձեր անունից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Արսենին ամեն անգամ եւ բոլոր նախաձեռնություններում ինքը պատրաստ է, ներկայանում է եւ մեծահոգաբար իր ներկայությունն է բերում մեր բոլոր նախաձեռնություններին։ Ապրես Արսեն ջան, շնորհակալ եմ։ Բարեկամներ, ձուկը սնկով կերակուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լայն ժպիտով եւ հոգատարությամբ, հետը անպայման մատուցել սպիտակ անապակ հայկական գինի։ Այսքանն էր այսօրվա համար, ուզում եմ, որ մենք լինենք առողջ եւ ողջամիտ, ազգ սիրենք ու հայրենիք, եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամներ։ Ձուկը սնկով, ձուկ, կես կիլոգրամ, աղ, սև պղպեղ, բուսայուղ, կարագ 50 գրամ, թթվասեր 100 գրամ, շաֆրան, մի պտխունց, սամիտ, սունկ, բարի ախորժակ։